Ողջունում եմ ձեզ բարեկամներ, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի եթերում այսօր զրուցելու եմ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեմ, որ անպայման բաժանորդագրվեք ալիքին, անպայման հավանեք տեսանյութը և անպայման գրեք մեկնաբանություն այն թեմաների վերաբերյալ, որոնք մենք հիմա կքննարկենք։ Դե իսկ տեսանյութերը տարածելը բնականաբար խրախուսվում է, իսկ այն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել ալիքի զարգացմանը, ներքևում կա քարտային համար, կարող են իրենց հանգանակությունները անել ցանկության պարագայում։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ։ Պարոն Մկրտչյան, երեկ այսօր բոլորը քննարկում են հայ ամենահայտնի մարզիկներից մեկի Արթուր Աբրահամի արած հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանին սիրում են 70-80% հայերը, նույն Արթուր Աբրահամը շատ ջերմ էր արտահայտվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, այսօր ես տեսա լուսանկարներ, որ նա ժամանակին փաստորեն ընդունելության է արժանացել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից և փաստացի գնահատանքի է արժանացել, որտեղ ամեն մարդու չէ, որ երկրի նախագահը կարող է ընդունել, դա հռչակավոր սպորտսմեն է, նորմալ է դա, իհարկե պետքա բոլոր ղեկավարների կողմից էլ ընդունելության արժանանար։ Նայեք, Կորուն ջան, ինքը որ հռչակավոր սպորտսմեն է, հռչակավոր հայ է, ես կյանքում ինձ թույլ չեմ տա իր հասցեին մի հատ վիրավորական բան ասեմ, ինչքան էլ որ ինքը սխալ իրան պահի։ Հենց մենակ թեկուզ իր պատվին մեր եռագույնը մի 1000 անգամ բարձրացվել է։ Այսինքն ես դա հարգում եմ ու երբեք չեմ վիրավոր իրան ու իմ դուրս չի էլ գալի որ մարդիկ վիրավորում են իրան իր այդ սխալ քայլի համար։ Ինքը երեք ցույց տվեց մի բան, որ ինքը այո հռչակավոր աշխարհահռչակ սպորտսմեն է, բայց վատ հայ է, վատ հայ, կամ էլ անխելք հայ է։ Ինքը ասում էր, ես էլ եմ մի պահ տեսել եմ այդ կադրերը, լրիվ չէ, բայց որ ասում էր, ես գերազանց եմ սովորել։ Բայց ցավը տանեմ, գերազանց սովորող տղեն չի հասկանում Նիկոլովը։ Հիմա կամ ինքը վատ հայ է, կամ անխելք մարդ, որովհետև մենակ վատ հայը կամ անխելք հայը կգնա Նիկոլին կողջագուրվի ու Նիկոլին կհարգի։ Նույնիսկ եթե ազգի 99.9%-ն էլ հարգի Նիկոլին, դու ես սխալվում, դու մի սխալվի։ Եթե դու խելք ունես, դու չես հասկանում Նիկոլի ինչը հարգես։ Այն որ տարավ մեր հայրենիքը հանձնեց, այն որ 120,000 հայի Արցախցու անտուն թողեց, մեր գերեզմանները որ հիմա թուրքերը պաղծում են, այդ սաղ Նիկոլի պատճառով է, չէ՞ եղել։ Այս որ Բաքվի բանտերում մեր Արցախի ռազմական քաղաքական ղեկավարությունն է դատվում, այդ սաղ Նիկոլի պատճառով է։ Դու իրա ինչն ես հարգում։ Նիկոլի ինչն ես հարգում, սուտասանությունը, ասենք ինչ կա հարգելու, որ դու հարգում ես։ Նույնիսկ եթե այո այսօր կան մեր ազգի մեջ շատերը, որ հարգում են Նիկոլին, բայց ամոթ իրանց։ Հիմա եթե հարգում են, բայց դա չի նշանակում, որ ես էլ պետք է հարգեմ ու այդ ամոթը ինձ էլ գա կպնի։ Հասկանում եք, Կորուն ջան, ես իրան կյանքում չեմ վիրավորի, առհասարակ ոչ մի աշխարհահռչակ սպորտսմեն ինչքան էլ սխալ որ իրանք պահեն, հենց մենակ այն որ մեր իրանք պատվին մեր հեռագույնը մի 1000 անգամ բարձրացել է, լիքը մարդիկ հենց իրանցով են ճանաչում մեր Հայաստանին, հայ ազգին, հայկական պետությանը, դա նշանակում է որ իրանք վիրավորել չի կարելի։ Ինչքան էլ որ սխալ թույլ տան, այսինքն ես դեմ եմ որ տենում եմ հիմա համացանցում էլ շատերը քրվում են վիրավորում են, չէ՞։ Ես դա ճիշտ չեմ համարում։ Չի կարելի վիրավորել, նա անվանի սպորտսմեն է, նրանով շատերը հայկական պետությունը ճանաչում են հենց Արթուր Աբրահամյանով, հասկանում եք, ու մեր հռչակավոր սպորտսմեններով։ Ինչ արեց Իրան արեց, միանշանակ, այսինքն այդ վատ պիտակը բերեց կպսեց Իրան։ Ինքը ցույց տվեց, որ ինքը կամ վատ հայ է, կամ անխելք մարդ։ Սա ցույց տվեց ինքը այդ իր քայլով։ Բայց ես նորից եմ ասում, չեմ վիրավոր իրան, ոնց որ չեմ վիրավորում մեր զոհվածի ծնողներին, անկախ նրանից թե իրանք ինչ դիրքորոշում կունենան, կան չէ նիկոլականներ էլ սոված ծնողներ կան, որ նիկոլական են, հենց մեկ օրինակ բանը, պատգամավոր են մեր Գեգամ Նազարյանը։ Ես այսքան վաղ, Կորուն ջան, Գեգամ Նազարյանին հələ վիրավորական մի հատ արտահայտություն առաջ չկա։ Արա ասում եմ, եթե դուք վիրավորում եք զոհվածի ծնողին, դուք նմանվում եք նույն նիկոլականներին, որ
մերոնք են արդար ծնողներին, ճիշտ պահող ծնողներին են վիրավորում, հասկանում եք, կապ չունի, եթե նա զոհվածի ծնողը ինչքան էլ սխալ լինի, դու իրավունք չունես իրան վիրավորես, որտեղ նա իր երեխուն ա տվել էս հայրենիքին, իր երեխան ա զոհվել էս հայրենիքի մեր պետության համար, այսինքն վիրավորելուն ես դեմ եմ, այդ նույն ձև էլ սպորտսմեններին, մեր անվանի հայերին, նույնիսկ եթե իրանք սխալ են իրանց պահում, ասա որ սխալ է, դատապարտի սխալ է, բայց մի վիրավորի, ես սա կասեմ, նորից եմ ասում, ինչ վերաբերվում է Արտուր Աբրահամին, երեք ինքը ցույց տվեց, որ ինքը լավ հայ չի, ինքը լավ մարդ չի, կամ էլ անխելք մարդ է, անխելքա չի հասկանում, այդ ումա փաթաթվում, ումա մեծանում, հասկանում եք, իսկ որ գովացել է նախկին մյուս մեր նախագահներին, մեր նախկին 3 նախագահներն էլ այո պետք է գովան ցանկացած հայ, որովհետև նրանք իրոք արժանի են գովասանքի, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մենակ արժանի չի գովասանքի, նա ազգասպան մարդ է, նա ցեղասպան մարդ է, նա մեր ազգի գլխին էին բերեց, որ ոչ ոք չէր կարացել բերել, հասկանում եք, այսինքն դրան հարգես նրա ինչը հարգես։ Պարոն Մկրտչյան, ես չեմ ակնկալում, որ դուք իրեն պետք է վիրավորեք, բայց այնուամենայնիվ մեկ բան ինձ համար մնում է անհասկանալի։ Ես օրինակ հասկանում եմ, որ կարող է մարդ լինել Նիկոլ Փաշինյանի աջակից, բայց ես չեմ հասկանում, ինչպես կարող է նա լինել եւ Սերժ Սարգսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Նիկոլ Փաշինյանի աջակից։ Մարդ պետք է ի վերջո կողմնորոշվի, չէ՞, քաղաքական ինչ գծի մեջ է, ում է աջակցում։ Հիմա նայեք, տեսեք, Նիկոլ Փաշինյանին առանձնացեք մեր մնացած 3 նախագահներին, Նիկոլ Փաշինյանի աջակից լինել, նշանակում է կամ դու վատ հայ ես, կամ անխելք մարդ, անխելք հայ։ Հասկանում եք, որտեղ չի կարա հայը Նիկոլ Փաշինյանի աջակից լինի։ Հայը կարա աջակից լինի Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչ վերաբերում է սպորտսմեններին, այո նա շատ ճիշտ անում, որ Նիկոլին հանած, էլի, շատ ճիշտ անում ցանկացած սպորտսմեն, որ հարգում է մեր բոլոր 3 նախագահներին, բոլորի էլ աջակիցն, այսինքն մեր 3 նախագահներն էլ մեր պետության նախագահներն են, չէ՞ եղել։ Հիմա դու էլ սպորտսմենները առհասարակ այո ես ճիշտ եմ համարում, որ իրանք վեր ելնեն, այդ քաղաքականությունից վեր ելնեն, սկի չխառնվեն էլ քաղաքականության մեջ։ Հասկանում եք։ Դրա համար իրանք պետք է հարգեն ցանկացած ղեկավարի, որը որ ներկայացնում է մեր պետությունը։ Բայց ոչ Նիկոլ Փաշինյանի, որտեղ Նիկոլ Փաշինյանը ես չեմ համարում, որ նա մեր պետության ղեկավարն է, նա մեր պետությունը քանդողն է։ Հասկանում եք, սա այն պահն է, որ սա քաղաքականություն չի։ Հասկանում եք, որ ասես ախպեր, չի ես խառնում քաղաքականությունը կամ մի խառնի, սա ազգային ազատագրական պայքար է հիմա, կամ պետություն ունենալու են, կամ չենք ունենալու։ Այսինքն հիմա որ վաղը թե մյուս օրը Ադրբեջանը գա գրավի Հայաստանն ու արդեն այդ վիճակն է կարելի ասել։ Ու իր ղեկավարին դնից դե մենք պետք է համարենք, որ նա մեր ղեկավարն է։ Հիմա որ Արևմտյան Հայաստանը այն ժամանակ եղել է Թուրքիայի կազմի մեջ, Արևմտյան Հայաստանը մի հատ ղեկավար ունեցել է, չէ՞, թուրքական, թուրքերի նշանակած։ Հո մենք իրան չենք պրիզնատ եկել, չէ՞։ Անդրանիկը, Նժդեհը, մեր ֆիդայինները կռվել են իրանց դեմ, չէ՞։ Այդ նույնն էլ Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավար չի։ Հասկանում եք, նա Հայաստանը կործանող մարդ է։ Դրա համար նրա դեմ պետք է դուրս գա ցանկացած հայ։ Իսկ եթե նորմալ իշխանություն, նորմալ պետություն լինի, թեկուզ ղեկավարը մի քիչ լավ լինի, մի քիչ վատ լինի, այդ ժամանակ այո, անվանի սպորտսմենները, անվանի գիտնականները, անվանի այդ ձևի մարդիկ, մշակույթի բանի ոլորտի անվանի մարդիկ թող չխառնվեն քաղաքականության մեջ, թող բոլորին էլ ընդունեն։ Հիմա լավա վատա մեր պետության ղեկավարն է։ Իրանք վեր պետքա կանգնեն քաղաքականությունից, հասկանում եք։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանի պարագան սա ուրիշ է։ Սա մեր ազգը կործանող մարդ է։ Դու նրան չես կարող ասես իմ պետության ղեկավարն է, դե լավա վատա ինքն է։ Ոչ, ինքը ոչ լավա, ոչ էլ վատա, ինքը կործանող է, ինքը թշնամի է մեր պետության։ Դու ո՞նց ես իրան, ինքը Արցախը ասում է Արցախը Ադրբեջանն է։ Դու ո՞նց ես իրան ասում, թեկուզ իմ ղեկավարն է, թեկուզ վատն է։ Ես իմ հայկական պետության վատ ղեկավարի ցավն էլ տանեմ, քանի որ ինքը իմ հայկական պետության ղեկավարն է։ Բայց սա իմ պետության ղեկավարը չի, սա իմ պետությունը կործանողն է։ Ես ո՞նց սրան հարգեմ։ Հասկանում եք, Կորուն ջան։ Դրա համար եմ ասում, ոչ մի հայ, ասենք Արտուր Աբրահամը անվանի սպորտսմեն, լավ կարար, չեմ ասում հելներ Նիկոլին քֆրտել, բայց գոնե այդ ձևի չթար, այդ ձևի փաթաթվեր չբերել իր տուն, տես չգովար, լավ գոնե մի խառնվի, հասկանում եք, գոնե մի խառնվի ընդհանրապես, բայց հերիք չի խառնվում ես մի հատ էլ ասենք այդ ազգասպան ցեղասպանին, տենց մեծարում ես, ազգի 70%-ը
70 չէ, բայց ինչ-որ մի տոկոս աջակիցներ ունի, այո, իհարկե քիչ ավելի, դա մեր խայտարակությունն է, մեր խայտարակությունն է, որ դաժե իրա թեկուզ հալալ ախպեր իրան աջակցի, Նիկոլ Փաշինյանի նման մարդուն ցանկացած պետության մեջ եթելնի, ու եթե նույնիսկ իրա հալալ ախպեր իրան աջակցի, դա խայտարակություն է այդ պետության ու այդ ազգի համար, այդ ժողովրդի համար, ես սա կասեմ, ցավդ տանեմ Պարոն Մկրտչյան, հաջորդ քննարկված եւ այդպես էլ չհասկացված թեման Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վերստին միավորումներ, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, արդյոք ամուսնալուծված զույգը, որը երբեք էլ ամուսնացած չէր եղել, ի վերջո վերամիավորվեց, թե ինչ եղավ, դուք այս բոլիվուդյան սցենարներից գաղափար կարողանում եք կազմել։ Ես իմ կարծիքս առաջի օրն եմ ասել, հիմա էլ ասեմ նույնը կլինի, կապը նորմալ է, չէ՞ Կորուն ջան, որտեղ մի պահ որ դու խոսում ես, որ կտրտի։ Ես որ խոսում եմ նորմալ, նորմալ է, հա, հա, դե ասկա զապիս նորմալ էլ նույնա, էլի, չէ՞, ինձ կտրտի, հա։ Հիմա նայեք, տեսեք, Կորուն ջան, հենց առաջի օրն էր, որ իրանք այդ ես գնացի այդ օրը հարցազրույցի, հենց չգիտեի, մեկ էլ այնտեղ հենց ինձ ասեցին, ես չգիտեի էլ, որ live news-ում ասեցին, բաց այս բան եղավ, մեր Լուսինեն Հայրապետյան, իրա ցավը տանեմ, Իսագուլյանի հետ էլ այդ օրը մտանք եթեր, հիշում եմ, այդ օրը իմ կարծիքս հայտնել եմ, իմ կարծիքս էլ հիմա նորից նույնն է։ Ես թեկուզ ամենավատ մարդկանց համարել չեմ ցանկանում, որ ընտանիք քանդվի։ Ցանկացած ընտանիքի ամուր լինելու կողմնակից եմ։ Աստված պահապան, աշխարհի բոլոր ընտանիքները, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, Աստված պահապան։ Հիմա ինչ վերաբերում է սցենար չէ, կարար այո նախապես իրանք ծրագրացրել են ինչ-որ մի սցենար, էդ էլ կարալնի, ինչ-որ մի սցենար, ինչ-որ տենց հետագա քայլերով, չգիտեմ, բայց կարա իրոք էլ բաժանված լինեն, հետո բարիշած լինեն։ Հիմա համենայն դեպս ես կողմնակից եմ, իմ ցանկությունն է, որ թեկուզ Նիկոլ Փաշինյանն կեղտոտ մարդը, բայց Աստված իր ընտանիքը թող պահապանվի։ Ես ճիշտ ասած թող միանան, ես որտեղ ընտանիքների ամուր ընտանիքի կողմնակիցն եմ, էլի, ինչքան էլ վատ մարդիկ իրանք լինեն։ Պարոն Մկրտչյան ջան, անընդհատ ասում են մենակ բացական, տենում եք ինչ հարգելի հեռուստատիտողներ, տեսնում եք ինչ սեր, ինչ բարի կամեցողություն է մեր եթերից ճառագում։ Հա, Կորին ջան։ Պարոն Մկրտչյան, շաբաթօրն էլ թեժ է լինելու, Ամիրյան փողոցում խորովածներ են պատրաստվում անել, համերգ է լինելու, քաղաքացու օրն են նշելու, գիտեք, քաղաքացու օրը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն են իրենք սարքել տոն, այսքան ցավից, այսքան կորստից, այսքան դառնությունից, այսքան հակապետական դեպքերից ու դրսևորումներից հետո նորմալ է ընդհանրապես փողոցում այդ խորոված անելը, չգիտեմ, այդ նախնադարյան տեսքերը։ Կորուն ջան, ուրեմն սենց ասեմ, ապրիլի 23-ը հայ ազգի կործանման սկզբի օրն էր, հասկացաք։ Հիմա եթե 18 թվի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի դեմ որ հելեն Սերժ Սարգսյանը որ հրաժարական որ ամբողջ ազգը 99.9% մեր ազգի բոլոր քաղաքական ուժերը հելել են ու այսօր որ շատերը ավելի պակաս հաճում են Սերժ Սարգսյանի դեմ այդ բոլորը հելել են Սերժ Սարգսյանի հրաժարականն էին պահանջում բայց այն ժամանակ որ ազգի մեծ մասը չէր գիտակցում ինչ անում ապա 20 թվի պատերազմից հետո հիմա արդեն բոլորը պարտավոր մենակ անասունը չի հասկանա թե ինչ կատարվեց ու եթե այսքանից հետո ինչ որ մեկը հելմա այդ օրը նշում է ուրեմն նա ուրախա որ Եռաբլուրում 5000 տղա անմեղ տղեկ գնացին զոհվեցին ու զոհվեցին առանց ինչ որ տեսեք եթե զոհվես ու հաղթանակ բերես դա նորմալ է կարաս գնաս սալյուտ անես Եռաբլուրում հասկանում եք ասենք զոհի գերեզմանին զոհված ընկերոջը գերեզմանին ամեն հաղթանակի օր կարաս գնաս սալյուտ խփես որ ինքը զոհվել է բայց մենք հաղթել ենք ասենք ոնց որ սովետական միությունը որ հաղթեց կամ մենք որ Շուշին ազատագրեցինք ամեն տարի այդ օրը մենք պրազնիկ ենք չի անում բայց այդ օրը ինչքան զոհեր ենք մենք ունեցել բայց մենք պրազնիկ ենք անում որպես տոն նշում ենք որովհետև այո չի լինի պատերազմ առանց զոհերի բայց եթե դու հաղթում ես դու արդեն այդ հաղթանակի օրը ամեն տարի նշում ես հասկանում եք հիմա իրանք ինչն են նշում են այն ապրիլի 23-ը այդ որօրվա ինչը սկսվեց ապրիլի 23-ով սկսվեց այդ 20 թվականի պատերազմը դրանից հետո տեղ ունեցավ այդ սաղ կոտորածները այդ սաղ պարտությունները խայտարակությունը կորուստը դրանից հետո տեղի ունեցավ չէ այդ են նշում իրանք ես ասում եմ ով որ հելի հիմա խորոված անի նա ազգի դավաճանա կամ անասունա ասկն ապի երանիտա որ իրան ասեն դու անասուն ես
որ պետք է անասուն չես, ուրեմն դավաճան սրիկա թուրք ես։ Ապրիլի 23-ը Թուրքիայում պիտի նշեն, Ադրբեջանում պիտի նշեն, որտեղ դա իրանց հաղթանակի օրն էր, բայց ոչ հայ ազգի մեջ, հասկանում եք։ Ես սա կասեմ, ցավը տանեմ։ Ապրիլի 23-ը մեր այս պետք է նշվի որպես ապրիլի 24-ի նման մի հատ օր։ Ապրիլի 24-ի նման ցեղասպանության օր պետք է նշվի նաև հետագայում, որպես այդտենց սքո օր, այո, սքո օր պետք է նշվի, որտեղ Սերժ Սարգսյանին մերժելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, որ սաղ ազգով հելան իրա դեմ, հիմա ավել պակաս հաչում են Սերժի դեմ հելնող այդ խորովածանող տականքները, ավել պակաս հաչում են Սերժ Սարգսյանի մասին, չէ՞։ Այդ դրա արդյունքը եղավ են, հետևանք եղավ են, որ մենք կորցրեցինք Արցախը 5000 տղա զոհվեց, տասնյակ հազարավոր տղեկ ինվալիդ դառան, 120,000 արցախցիներ անտուն մնաց, մեր գերեզմանների վրա էլ հիմա ամեն օր թուրքը միզում է, պղծում է մեր գերեզմանները Արցախում։ Հասկացաք, այդ դա ապրիլի 23-ի հետևանքն էր։ Այսինքն ապրիլի 23-ը պետք է նշվի որպես սքո օր, ոնց որ ցեղասպանության ապրիլի 24-ն են նշում։ Ես սա կասեմ։ Իսկ ով որ այդ օրը խորոված ան, ուրեմն նա թուրք, սրիկայի մեկնա թուրք, կամ էլ անասուն, որովհետև անասունը դե չի հասկանում, անմեղսունակ անասունա ինչ անես։ Այդ ինչ մեղադես, այդ ֆորնա չի հասկանում, իսկ եթե հասկանալով անում եմ նա թուրք է, ի՞նչն ես նշում, ապրիլի 23-ից հետո ի՞նչ տեղի ունեցավ, այդ ես նշում։ Պարոն Մկրտչյան, բանը Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Մամեդյարովը հայտարարություն արեց, ասաց, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի ժամանակներն անցել է, հայ ժողովուրդը հոգնել է նշված մարդկանցից եւ ըստ ամենայնի հաղթելու է Նիկոլ Փաշինյանը։ Սա աջակցություն էր, ինչ է կա։ Իհարկե աջակցություն էր, շատ ճիշտ հայտարարություն արել, այո, ցավոք սրտի Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի հանրապետականի ժամանակները անցել են, դրա համար ընկել ենք այսօրը։ Հիմա մենք պետք է երանի տանք, որ հետ կան այդ ժամանակները։ Այո, եկել է նիկոլիզմի ժամանակաշրջանը, այսինքն թուրքական ժամանակաշրջանը։ Դրա համար բնական է իհարկե շատ նորմալ է, որ իրանք ամեն ինչ կանեն, որ Նիկոլը վերարտադրվի, որտեղ Նիկոլի նման նվեր իրանք կյանքում չեն ունեցել, ու չեն էլ ունենա։ Իրանք պատմության մեջ իրանք Նիկոլ չեն ունեցել։ Բայց իհարկե պետք է ամեն ինչ անեն, որ Նիկոլը ընտրվի։ Դա նորմալ է, երբ որ դա թուրքն է անում։ Բայց երբ որ հայն է նպաստում, որ Նիկոլը ընտրվի, այդ դա է խայտարակություն։ Հայը պետք է չուզի, որ Նիկոլը ընտրվի։ Բայց Մամեդյարովը չի հելնի ասի, թող Սերժը հետ գա։ Սերժը հետ գա, որ Ալիևի կնգան շինի, հա։ Բնականը պետք է ասի, Սերժ Սարգսյանը համ Ալիևի կներեք այս բարձրաշին է, համ Էրդողանի, նույնն էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, ՀՀՇ-ն ու Հանրապետականը։ Այո, այս ժամանակ մենք ենք, իսկ հիմա իրանք են շինում ամբողջ հայ ազգին, ինձ էլ հետը, կուզեն շինեն, թե շինվեն, բնականա մարդը պիտի ուզի շինի, ոչ թե շինվի, իսկ մենք ուզում ենք, եթե մենք ընտրում ենք Նիկոլին, որ մեր դուրը գալիս է, որ մեզ ամեն օր շինում են հիմա, մեր դուրը չէր գալի, որ այն վաղ մենք ենք շինում։ Սա կասեմ, նորմալ է, իհարկե, այո, էդ էլ է ճիշտ ասում, այո, ժամանակները անցել է, հիմի ցավոք սրտի հայ ազգը որ հոգնել էր, հիմի էլ է հոգնած հաղթանակներից, հոգնել է իր հաղթանակներից, հայ ժողովուրդ ջան, բերիր ես փորձանքին։ Հիմա հələ չես ուզում էլի դզում ա, քեզ եթե դզում ա ինչ ասեմ։ Դրա համար, Կորուն ջան, հիմա պետք է ճիշտ պահի, առավել ևս մեր ընդդիմությունը պիտի ճիշտ պահի իրան հիմա, որ հունիսի 7-ով գոնե, հունիսի 7-ից ու հունիսի 7-ից հետո հունիսի 8-ով սրանց հեռացնենք, կան ճիշտ իշխանություններ, որ իրանց ճիշտ կպահեն։ Ու այս վիճակից մենք դուրս կգանք։ Իսկ ընդդիմությունը այնքան էլ ճիշտ չի պահում այսօր իրան, էլի։ Պարոն Մկրտչյան, Նիկոլ Փաշինյանը սպառնում է, ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմ կլինի, ավելին նա այն մարդկանց, ովքեր իրեն չեն ընտրելու, անվանում է շունուշանգյալ, ինչպես կմեկնաբանեք։ Մոռանում է, որ այդ շունուշանգյալով ինք եկավ իշխանության։ Ինք այնքան է հաբրգե, որ արդեն ժողովրդին ասում է շունուշանգյալ։ Բայց այդ շունուշանգյալով չես եկե իշխանության, մի հատ նայ տեսել, այսինքն ով քեզ չի ընտրում շունուշանգյալ, հա։ Ուրեմն Կորուն ջան, ժողովրդավարությունը նենց
մի հատ համակարգ է, որ ժողովրդավարության պայմաններում կարող է անասուններ գա իշխանության, կարա դավաճաններ գա իշխանության, դա է ժողովրդի պահանջը։ Այսինքն կարա Նիկոլի նմաններ գա իշխանության, ոնց որ 18 թվին եղավ։ Բայց ժողովրդավարություններ այն ժամանակ ժողովուրդը բերեց Նիկոլին, չէ՞։ Վաղն էլ ժողովուրդը կարող է ուրիշին բերի։ Դու այսինքն դու ժողովրդին անվանես շունշանք, հա։ Թեկուզ մի հոգի ունի այդ կարծիքը, նա շունշանք է, լավ, դու ժողովրդավարության ջատագով էիր։ Հիմա ժողովրդին ասես շունշանք, հա։ Կապ չունի, ասես եթե քեզ դեմ է շունշանք գալ, ուրեմն ժողովրդավարությունն է համակարգը, որ ժողովրդավարության պայմաններում կարող է ազգի դավաճանի ժողովուրդը բերի իշխանության։ Կարա ապիկար անասունին ժողովուրդը բերի իշխանության, ոնց որ 18 թիվը եղավ, բայց ժողովրդավարությունն է, հասկանում ես։ Ու եթե դու ժողովրդավար մարդ ես, դու պիտի ընդունես ժողովրդի որոշումը, ճիշտ թե սխալ, ոնց որ 18 թվին եղավ։ Շատ սխալ որոշում կայացրեց ժողովուրդը, բայց քանի որ ժողովրդավարություններ են ժամանակ, ժողովրդի որոշումը ընդունվեց։ Բայց հիմա էլ դու պետք է տենց քեզ պահես։ Ժողովուրդը եթե քեզ չի ուզում, դու պետք է հեռանաս։ Ոչ թե պետք է ասես շունշանք ալեն իրանք։ Խի Սերժ Սարգսյանից լսած կար, որ մի օր ասի շունշանք ալեն ինձ մերժողները։ Չէ։ Այս ժողովրդավար ղեկավարը, որտեղ Սերժ Սարգսյանն է։ Ոչ թե այս դիկտատորը, այս բռնապետը։ Հասկանում եք, որ ամեն ինչ էլ անել է, որ իշխանությունը պահի, իշխանություն չի տալու։ Դրա համար ինդիմություն իրան շատ ճիշտ պահի։ Շատ ճիշտ պետք է պահի, Կորյուն ջան։ Այս ընտրություններում պետք է հնարավոր է հեռացնել այս իշխանություններին ընտրությունով ու հետընտրական process-ով, եթե ինդիմություն իրան ճիշտ պահի։ Ոչ թե մանդատի կռիվ։ Դուք անձամբ ում եք աջակցում, Հանրապետականը չի մասնակցում ընտրություններին, որ թեկնածուին եք աջակցում։ Ես ասում եմ, ոնց որ միշտ եմ ասել, եթե Հանրապետականը մասնակցեր, ես կոչ կանեի, որ ժողովուրդ ջան, ընտրեք Հանրապետականին։ Բայց որ Հանրապետականը չի մասնակցում, այս էլի անձնազոհ քայլ արեց Սերժ Սարգսյանը ու Հանրապետականը, անձնազոհ քայլ ցույցվեց, որ մեզ մանդատը պետք չի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ մի մանդատ ավել ունենա ընդդիմությունը, ոչ թե մենք։ Հասկանում եք։ Հիմա այս կոչ եմ անում, ոնց որ միշտ եմ կոչ արել բոլոր այն դեպքերում, որ Հանրապետականը չի մասնակցել, ես կոչ եմ արել, հիմա էլ շատ են զանգում, շատ են մոտենում, շատ են հարցնում, ասում եմ ընտրեք, առաջի պայմանը այնա, էսա, ընտրեք այն ուժին, որը որ չի մերժում Սերժին, առաջի պայմանը սա է, որովհետև նախ եթե իմ հարազատ մարդն ես ու գնաս ընտրես Սերժ մերժող ուժի, ուրեմն դու ինձ հարազատ չես կարող լինես, էդի մեկ պայման, էդի անձնականով եմ ասում, հիմա անձնականը դնեմ մի կողմ, ընդհանուր պետական պահերով եմ ասում, մենք ինչի հասանք այսօրվան, Կորյուն ջան, Սերժ մերժելու արդյունքն է, չէ՞։ Ու եթե հիմա այսօր կա մի հատ ուժ, որը Սերժ է մերժում, ու դու ընտրում ես դա, ուրեմն դու դավաճան ես։ Ուրեմն դու դավաճան ես, որտեղ Սերժ մերժելով մենք հասանք այսօրվան, հիմա Սերժ մերժել չի կարելի։ Ասկ եթե մի հատ ուժ կա, որը որ Սերժ Սարգսյանի հասեն ավել պակաս հաչում է, այդ ուժին չընտրեք, ուրեմն դրանք դավաճած սալիկաներ են, Նիկոլից վերան Նիկոլներ են։ Հասկացա՞ք, որովհետև այսօրը մենք հասնենք Սերժին մերժելու։ Տեսեք, այդ մարդը չեն ուզում գա իշխանության, չէ՞, ասում է չեմ ուզում։ Ով գալիս է, հարգեք բայց այդ մարդուն, հարգանքով վերաբերվեք։ Ասկի իմ առաջի պահանջը այն է, իմ հետևորդներն եմ ասում, իմ հարազատներն եմ ասում, որ կընտրեք այն ուժին, որը որ չի մերժում Սերժին։ Ու երկրորդը արդեն, սրանց հետո երկրորդը, ընտրեք այս իմ ասածների միջից ընտրեք ուժերի, որ ձայներ չփոշիացնեն։ Փոշիացնող չլինեն ձայներ, հասկանում եք, կանցնող։ Օրինակ այսօր իրոք ֆավորիտ ուժա, լուրջ ուժա Սամվել Կարապետյանի ուժը։ Այ ընտրեք Սամվել Կարապետյանի ուժին, որտեղ իրոք ֆավորիտ ուժա ու ինքը անենց ուժա, Կորյուն ջան, որ ոչ թե մենակ կարա այս ընտրողների ընդդիմության մեջ համախմբում անի, այլ ինքը կարա են միլիոնից ավել մարդ, որ չի մասնակցում ընտրություններին միշտ։ Մենք ունենք 2,5 միլիոն կարծեմ ընտրող, չէ։ Ընտրություններին միշտ մասնակցում է 1 միլիոնի չափ, չէ։ 1,5 միլիոն ու թվերը կարող եմ Միքչեսյանին ասեմ, 1,5 միլիոն չընտրողներ վաբշե կան, որ չեն գալ ընտրության։ Այ այդ 1,5 միլիոնին էլ ինքը կարա բերի ընտրեն իրան, եթե ճիշտ պահեն իրանց, էլի ճիշտ բան տանեն։ Հասկանում եք, այսքան ֆավորիտ ուժը այսօր Սամվել Կարապետյանի ուժը։ Գնացեք կանգնեք ու արժանավոր են մարդ է Սամվել Կարապետյանը։ Կանգնեք այդ ուժի կողքը, կանգնեք Գագիկ Ծառուկյանի կողքը։ Գագիկ Ծառուկյանն էլ ասենք, այն մարդն է, ես իրան հարգում եմ, մեծ իրոք բարեգործ սպորտի համար մեծ բանարած մարդը իրան էլ եմ հարգում ու իրան էլ ճիշտ է պահում։ Այդ ուժի կողքն էլ գնացեք, թեպետ ընդ երկրորդ համար Թևանյան Անդոյին չեմ վստահում ես, ինչը ճիշտ, բայց
Այս պահին ճիշտ է, ինք իրան ճիշտ է պահում, բայց ես իրան չեմ վստահում, չգիտեմ։ Այդ մի բանը մինուսը այդ Սարուկյանի թվում այսօր կա, էլի որ Թեմանյան Անդոյին վերցեց։ Նույն իմ կարծիքով եմ ասում։ Ոնց էլ եմ որ ասա Կարմիր Կովիրը կաշին չի փոխում, ոնց էլի Թեմանյան Անդոն մի օր կարող է էլի մի բան անի։ Չեմ վստահում իրան։ Տա Աստված սխալվեմ, Կորուն ջան։ Հասկանեք, բայց ես իրան չեմ վստահում։ Բայց Գագիկ Ծառուկյանի շատ եմ հարգում, իր թիմն եմ հարգում, իրան էլ ու ինքն էլ շեմը հաղթահարող ուժա։ Գնացեք իրան էլ ընտրեք։ Ինչքան էլ հարգեմ Ռոբերտ Քոչարյանին, ինչքան էլ հարգեմ, շատ եմ հարգում Լևոն Քոչարյանին։ Իրոք Լևոն Քոչարյանը ոսկի տղա է։ Ինչքան էլ հարգեմ դաշնակներին, ինչքան էլ հարգեմ Հայաստան դաշինքում ունեցած իմ լիքը ընկերներին, ինչքան էլ հարգեմ իմ անցած ճամփեն Ռոբերտ Քոչյանի թմի հետ, բայց ես իմ հարազատներին ասում եմ, ոչ մի պարագայում չընտրեք Հայաստան դաշինքը։ Բայց Սարգսյանը աջակցում էր, ասես գնացեք ընտրեք։ Հարց չկա, Սերժ Սարգսյանի ցավը տա, բայց Սերժ Սարգսյանի նման մարդ չես գտնի, մերն եմ քեզ, որ այդքան իրան ինչ ասես ասեն, ու ինքը իրոք կաջակցի, հասկանում եք։ Այդպես մետություն մարդ չես գտնի, որ իրան ինչ այդքան տարիներով հանդերձ իրան ասեն, վիրավորեն, բայց ինքը էլի կանգ ասի, գնացեք իրանց էլ ընտրեք։ Այդ նշանակա Սերժ Սարգսյանի մետությունը։ Ես այդքան մետություն չեմ, կներեք։ Ես չեմ կարանտրեմ իրանց։ Ոչ կընտրեմ, ոչ էլ իմ հարազատներին թույլ կտամ ընտրեն, ինչքան էլ հարգեմ իրանց։ Իսկ եթե իրանց նորմալ պահեին, Կորուն ջան։ Ասկետ այդ անբարոյական արշավը չլներ դեպի Սերժ Սարգսյան, այսքան տարի։ Ես իմ ձայնս կտայի հիմա այս պարագայում, եթե հանրապետականը չմասնակցեր, ես իմ ձայնս կտայի Ռոբերտ Քոչարյանին։ Բայց պարոն Մկրտչյան, թեկուզ նամանավանդ որ իրանք շեմը չեն հաղթահարելու։ Նամանավանդ որ ֆավորիտ էլ չեն։ Ֆավորիտ ուժի ես իմ ձայնը չեմ տա։ Պարոն Մկրտչյան, բայց Հայաստան դաշինքի ներկայացուցիչներն չեն հաղթահարել։ Բայց 270,000 ձայն են տարել 21 թվականին, ոչ չեն հաղթահարելու։ Էդ այն ժամանակ, դե հիմա կտենակ հիմա ինչքան է տանելու։ Այդ 270,000-ը որ տարան 21 թե քանի տոկոս, չէ՞։ Այ հիմա կտենակ ինչքան ձայն են տանելու։ Այդ տարբերությունը այն ժամանակ Սերժ Սարգսյանի ձայներն էր։ Այն ժամանակ բա Սերժ Սարգսյանը որ ուզեր այդ սաղ ձայները կբերեր։ Իրանից կքերեր կբերեր, որտեղ Սերժ Սարգսյանի սաղ ձայները գնաց Իրան։ Պարոն Մկրտչյան, բայց այն ժամանակ Պատիվ Ունեմն էր։ Պատիվ Ունեմը մասնակցում էր, չէ՞։ Պատիվ Ունեմին թող ընտրեին։ Հիմա ասեմ Կորուն ջան, ոնց այն ժամանակ Սերժ Սարգսյանը նախ չէր ուզում մասնակցել առհասարակ սխալ էր համարում ընտրությունների գնալը, բայց վերջի պահին մենք գնացինք ու Սերժ Սարգսյանը հրահանգել էր բոլորին, որ մենք գնում ենք, որ օգնենք Ռոբերտ Քոչյանը հաղթի։ Հանկարծ Ռոբերտ Քոչյանի ձայներին չկպնեք։ Այսինքն ես գալիս էի քո մոտ օրինակ, ասում եմ Կորուն ջան, ում ես ընտրում։ Դու ասում ես Քոչյանին, Հայաստան դաշինքին, ես ասում եմ լավ ես անում, բայց ես կարայի ասեի, ես հանրապետականները, ես կարայի ասեի Կորուն ջան, հա Քոչյանի ցավը տանեմ, բայց մի դու իմ ընկերն ես թե իրանց, արի մեզ տուր, դու եր կասեիր հարց չկա, գալիս եմ պատիվ ունեմ, հասկացաք, եթե մենք սենց հանրապետականը սենց աշխատեր, այդ 200 քանի հազարի մեծ մասը գալու էր հանրապետականին, դե այ հիմա կտենակ տարբերությունը, այ հիմա ինչքան կհավաքի Հայաստան դաշինքը, այ ինչքան կհավաքի այդ տարբերությունը իմացեք Սերժի ձայներն են այն ժամանակ, հասկացաք։ Մի բան էլ ասեմ, ես նորից եմ ասում, եթե նորից եմ ասում, Կորուն ջան, եթե այդ անբարոյական արշավը չներ Սերժ Սարգսյանի դեմ, ես իմ ձայնը կտայի Ռոբերտ Քոչարյանին։ Բայց իրենք էլ ասում են, որ Իրանք ասում են Սերժ Սարգսյանի թիմից է անբարոյական արշավ, օրինակ այսօր անդադ տեսնում եմ Ֆարմանյանը, Մալյանը, Արթուր Դանիելյանը։ Կորուն ջան, լսի, հիմա լսի ես ասեմ, ես ինձ ոչ ոք չի կարա խաբի։ Ես ամենալավն եմ հիշում, էսի որտեղից է սկսվել։ Ես եղել եմ Ռոբերտ Քոչարյանի ամենաուժեղ աջակիցներից մեկը, եթե ոչ ամենաուժեղը, ու լավ եմ արել, երբեք չեմ զղջում դրա համար։ Ես Քոչարյանի համար սմերտնիկ եմ եղել, սմերտնիկ։ Թե ինչ եմ արել ես Ռոբերտ Քոչարյանի համար, Էդի գիտի Աստված, դրա մի 10%-ը գիտեն բոլորը, բայց ես ռեկլամելով մարդ չեմ, բայց այն 100%-ը գիտի Աստված։ Ես մահապարտի նման եմ կանգնիա կողքը ու լավ եմ արել, չեմ փոշմանել։ Վաղը չեմ ուսել որ Աստված չանի ինքը նույն վիճակում հայտնվի, էլի նույն ձևի մահապարտի նման կանգնեմ իր կողքը։ Ուզում եմ ասեմ, ես շատ լավ հիշում եմ այդ որտեղից է գալի։ 18 թվից սկսած անընդհատ Ռոբերտ Քոչյանի թմում կար մի հատ խումբ, հիմնականում կանանցից բաղկացած, որ անընդհատ կապնում են Սերժին։ Խի արա Սերժը ձեզ ինչ արել։ Ինչ, իսկ Սերժ Սարգսյանը
Հանրապետականի օրինակ եմ բերում, էլի ես օրինակը միշտ բերել եմ։ Հանրապետականի հավաքի ժամանակ 20 թվականի նոր տարվա այդ հավաք որ եղավ նախքան պատերազմը։ Հելա ոտի վրա խմեց Ռոբերտ Քոչյանի կենացը, մի հատ էլ առանձին մանվել Գերիքորյանի կենացը։ Ասած ես ամեն ինչ անել եմ, որ իրանք լինեն ազատության մեջ, իմ սաղ բանստի դնեմ դրա համար։ Տարբերությունս կա։ Իրանք անընդհատ կապնում։ Հանրապետականներն էլ այո, դավադի տեղան տարիների ընթացքում սկսեցին հակադարձել, բայց ոչ թե կպնել։ Դե պարոն Մկրտչյան, հիմա այս թեմայով ես չեմ ուզի ստանձնել երկրորդ նախագահի։ Կներեք, ես էլ ասեմ։ Եթե ուզում եք խոսանք, չեք ուզում ոնց չխոսանք շարունակենք։ Չէ, ոչ թե չխոսենք, այլ իրենք էլ ուղղակի քանի որ Հայաստան Դաշինքի ներկայացուցիչներն իրենց փաստարկներն են ներկայացնում։ Բայց ես ցավը տանեմ, ես ինչ ասում եմ, ես ասում եմ որտեղից է սկսվել։ Ու տարիներ շարունակ տենց է եղել։ Այսինքն դուք ինչ եք ուզում, Հայաստան Դաշինքը սաղին կպնի ու հիմա կոնկրետ հիմա Սամվել Ֆարմանյանին եք ասում։ Սամվել Ֆարմանյանը, Միրան Հակոբյանը, մեր ընկերներն են իրանց կյանքին մեռնեն։ Միքայել Մինասյանի ընկերներն են, չէ՞։ Չէ՞, ճիշտ եմ, չի ասում։ Բայց տարիներ շարունակ Միքայել Մինասյանին անընդհատ կպնում են, Ռոբերտ Քոչյանի թիմը անընդհատ կպնում են։ Ինչ եք ուզում, իրանք չկպնեն ձեզ, բայց կգա վաղ իրանք էլ ձեզ կկպնեն։ Իրանք բոլորին ճշտամացրել են իրանց հետ։ Հասկանում ես, մեռնեմ քեզ։ Բոլորին ճշտամացրել են իրանց հետ, որտեղ անընդհատ սաղին թիրախավորել են, Լևոն Տեր-Պետրոսյանին թիրախավորել են, ՀՇ-ին թիրախավորել են, Սերժ Սարգսյանին թիրախավորել են, Հանրապետականին այսինքն սաղին հանել են իրանց դեմ։ Նույն Միքայել Մինասյանին։ Ես ինչ հիշում եմ, կներեք, Բորունջան։ Ինչ հիշում եմ, որ մի մոմենտ 19 թիվներ, որ ինքը անընդհատ խոսում էր Միշիկը։ 19 թիվներ կարծեմ, չէ՞։ Ինչ խոսացել է Միքայել Մինասյանը այն ժամանակները։ Մենակ Ռոբերտ Քոչյանին մենակ գովացել է։ Իսկ Ռոբերտ Քոչյանի թիմը անընդհատ էլ կուխնյայից հոտ է գալի։ Էլ բորշը համով չի, էլ բորշի մեջի միսը քիչ է, քալամը շատ է։ Ու սենց հավը տանեմ։ Բայց ուզում եք դուք Միքայել Մինասյանից վրից հոտ առնեք, կուխնյայից հոտ առնեք, ինքը ձեր վրից հոտ չառնի։ Բնականը կգա վախտ ինքը ձեր ոնց որ դուք եք իրան թշնամի համար ու ինքն ձեզ թշնամի կհամարի։ Հիմա անկեղծ թող ձեռները դնեն խղճներին, ասեն կուզեն Միքայել Մինասյանը գա իշխանության Նիկոլին փոխի, եթե տարբերակ է տրնի։ Չեն ուզի ու ոչ մի քայլ էլ չեն անի։ Կասեն թող մնա Նիկոլը։ Բախի պետք է Միքայել Մինասյանը ուզի, որ Քոչարյանը հետ գա իշխանության։ Բնական չի Կորյուն։ Եթե դու անընդհատ ինձ ասես, հեգի մի օր ես էլ քեզ կասեմ, այ ախպեր։ Բայց պարոն Մկրտչյան, ասեմ այսօր որ իրանց կպնում են Միքայել Մինասյանի ընկերները, հետո իրանք են թշնամացել իրանց դեմ, որտեղ տարիներ շարունակ են անընդհատ կպել։ Հասկանում ես։ Բոլորին են իրանք վերջին անգամ երբ են իրենք իշխանություններին թիրախավորող գրառումներ անում, որտեղ անընդհատ Ռոբերտ Քոչյան։ Ի վերջո ընդդիմության թիրախը պետք է առաջին հերթին լինի իշխանությունը, չէ՞, ոչ թե մեկայնին։ Մեռնեմ քեզ, ճիշտ ես ասում, բայց այդ որտեղից է գալի։ Ես նոր ասեցի որտեղից է գալի։ Բայց տարիներ շարունակ դուք հա թիրախավորում եք իրանց։ Բայց այդ չի չեք ասում, որ տարիներ շարունակ իրանց բոլորի միասնության համար ամենաշատ կռիվ եմ տվել ես։ Ես եմ կռիվ տվել իրանց միասնության համար։ Բայց հետո զգացի, որ չի լինում։ Դրա համար ես հերվածա Ռոբերտ Քոչյանի թմից էլի, որտեղ զգացի, որ չի լինում, զգացի, որ արդեն որ այդ մի խոսքով չի լինի, որ Սերժ Սարգսյանին հակապնում են էդի անընդհատ ես որ զգացի հայել լինելու, հա։ Ես հերված եմ թմից, որտեղ չի կարա մի թիմը ինչքան էլ հարգեմ, չի կարա մի տեղ լինի, որտեղ կկապնեն Սերժին ու ես այդտեղ մնամ։ Չի կարա տենց լինի։ Ես նորից եմ ասում, Կորյուն ջան, եթե այդ արշավը չներ դեպի Սերժ Սարգսյան, չեմ ասում դեպի Միքայել Մինասյան, դեպի Սերժ Սարգսյան, բայց Միքայել Մինասյանի մասով էլ ասեցի, որ իրանք են տարիներ շարունակ թիրախավորել Միքայել Մինասյանին, հիմա իրանք էլ բնականաբար հակադարձեն։ Կգա մի օր, որ համբերության բաշակը կլցվի։ Բայց իրանք որ եթե այդ անբարոյական արշավը չներ դեպի Սերժ Սարգսյան, ես իմ ձայնը միանշանը կտայի Ռոբերտ Քոչյանին, թեկուզ որ իրանք շեմը չեն էլ հաղթահարելու։ Կապ չունի, ես իմ ձայնս կտայի Քոչարյանին։ Բայց քանի որ այդ արշավը ինձ գալսա դեպի Սերժ Սարգսյան, ես իմ ձայնս չեմ տա Քոչարյանին։ Ու ոչ թե մենակ չեմ տալի, հարազատներիս էլ ասել եմ, եթե դուք ընտրեք մի հատ ուժի, որը որ առավոտից իրիկուն Սերժ Սարգսյանի վարկաբեկում է, ուրեմն դուք ինձ հարազատ չեք։ Հասկանում եք, ինչքան էլ հարգեմ Քոչարյանի հերոսական անցյալը, ինչքան էլ հարգեմ Լևոն Քոչյանին իր կյանքին մեռնեմ, ինչքան էլ հարգեմ Դաշնակցությանը, իմ բոլոր ընդեղ ընկերներին, ես նորից եմ ասում, ոչ թե մենակ ձայն չեմ տալ, իմ հարազատներն էլ թույլ չեմ տա ձայն տան իրանց։ Հասկանում եք։ Ես իմ ձայնը կտամ այդ իմ ասած ուժերից մեկին
մի խոսքով ես իմ ձայնը կարամ ուրիշ ուժի տամ, բայց բոլորին կոչ եմ անում, որ գնացեք ընտրեք օրինակ Սամվել Կարապետյանին ուժը, որտեղ ինքն է այսօր ֆավորիտ ռեալ շասմիա շուտ համախմբի բոլորին։ Գնացեք ընտրեք Գագիկ Ծառուկյանին, անցնողներ իրանք են։ Էլի ուժեր կան, որոնց հարգում են, բայց իրանք շեմ անցնող չեն։ Մերնեմ քեզ։ Շեմ անցնող չեն, տաղաստված անցնեն։ Օրինակ ՀՀՇ-ին, Լևոն Զուրաբյանին, որ ասենք ես ուշադիր հետևելու եմ Հակի ՀՀՇ-ի, ես ՀՀՇ եմ սիրում ասեմ, էլի Հակ չեմ սիրում, ՀՀՇ-ն եմ սիրում։ Ուշադիր հետևելու եմ իրանց քարոզարշավը։ Եթե Սերժ Սարգսյանի հանդեպ իրանց ճիշտ պահեն, վիրավորական մի հատ արտահայտություն, թարս արտահայտություն չլինի, իրանց մեջ տեն Արամ Մանուկյանն է մեկ-մեկը զգում եմ, լավ չի խոսում, որ ներվիս ազդում է։ Հասկանում եք, հա։ Եթե իրանք իրանց ճիշտ պահեն, ես իմ ձայնը տալու եմ Լևոն Զուրաբյանին։ Բայց հետաքրքիր է, որ ընդհանրապես Արման Թաթոյանի անունը չտվեցիք։ Հենց Արման Թաթոյանն իրանից է իմիջիայլոց իրանից են ինչ շատ զանգում հարցնում Դավջան իրան պահենք չենք կարող ասեմ ես իրան տես լավ չեմ ճանաչում վատ բան չեմ տեսել այդ տաղուց վատը չեմ ասում են Սերժի Մարտն է ինքն կարող անցնի ասում են ովա ասում են Սերժի Մարտն է դե Սերժ Սարգսյանին անգամ լավ ասել չասեց օրենքով գողերին են իմ հետ կապում չէ ճիշտ է մի բան ես ինձ զանգ եկավ մի հատ կներեք էս ինչ եղավ չէ նորմալ է դասվեց հա դե լավ է ինձ զանգ եկավ հատ ոյ տվեց ասեց օրենքով գողերին են իմ հետ կապում թեպետ այդ աշխարհի նկատմամբ ես ունեմ իմ արես հանգա գալի ինձ հանգա գալի բանալ մի վարքյան ախպերս այդ աշխարհի ընդծվեց այդ աշխարհի վերաբերյալ գողական աշխարհի վերաբերյալ ես իմ կարծիքս ունեմ դրական շատ այդ աշխարհը արդարության համար ձեր պատի ու տանկյուն աստղից արդեն ապրեք ստեղից դերևմա չէ այ այդ աշխարհը ես եմ ասում սվոր Ռաֆի չափ մի տոկոսի չափ թող մարտլեն այս իշխանությունները բոլորը միասին վերցված սվոր Ռաֆի մի տոկոս չափ մարտլեն մի տոկոսի չափ հայելնեն ես էլ առանձին թեմա կարամ ժամերով էսել խոսամ Ուզում եմ ասեմ, Սերժ Սարգսյանի հետ բոլորին են կապում, հասկանում եք, տենց կարան կապեն, բայց 30 տարվա մեր պետության մեջ ամենամեծ ներդրում ունեցող մարդը Սերժ Սարգսյանն է, ինչքան մարդ է իր ձեռի տակով անցե, ինչքան մարդ է իր շկոլան անցե, հասկանում եք, բոլորին էլ կարան կապեն։ Եթե Սերժ Սարգսյանի մարդն է, ուրեմն դա իր ռեյտինգը մենակ բարձրացնում է։ Այդ Արման Թաթյանի մասին եմ ասում, առասարակ բոլորի մասին։ Ես իրան տես լավ չեմ ճանաչում Բայց ինքն էլ շանս ունի, ինքն էլ ռազմոն կհավաքի։ Տեսեք իր մասին մոռացել էի։ Ինքն էլ ռազմոն կհավաքի, ինքն էլ կարա շեմը հաղթարի։ Իսկ նորից եմ ասում, եթե ինքը համապատասխանում է այդ ասած չափանիշներին, գնացեք ես ինձ ով որ հարցնա, իր համար շատ մարդ է ինձ հարց է։ Արա ասեմ, ինքն ճիշտ ասած ես լավ չգիտեմ, կարող է միտեղ մի սխալ բան արել, ես չիմանամ։ Ինչքան գիտեմ, մենակ լավը գիտեմ այդ տղու մասին, վատ բան չեմ լսել։ Եթե Սերժ Սարգսյանի նկատմամբ հարգալից է, գնացեք ընտրեք էլ աշխատեք էլ իրան։ Ես ցենց եմ ասում բոլորին, հասկանում եք։ Կորուն ջան, ես շատ եմ հարգում օրինակ Վահանին էլ մեր Բաբայան, բայց իրանք շեմը հաղթարելու խնդիր կա, տասված հաղթահարեն։ Շատ եմ հարգում ես վերջերս եմ ծանոթացել Արտակ Սարգսյանին, Արիաննային տունն եմ ծանոթացել, Արիանան ինձ շատ հարազատ աղջկա, ինձ տուներ հրավիրել, տղեներ էր, ընդ ծանոթացել, շատ լավ տպավորություն թողեց իմ վրա, ինքն էլ իր աղբերներն էլ Կարգին տղեկ են, ուժեղ հայեր են, ուժեղ անցյալով տղեկ են, ուժեղ անցյալով էլ ներկայով էլ ուժեղ տղեկ են։ Բայց իրանք շեմը հաղթահարելու խնդիր ունեն, հասկանում ես։ Դա աստված հաղթահարեն, ձայն չփոշիացնեն։ Հասկանում ես, մեռնեմ կյանքից, սա կասեմ։ Իրանց բոլորին էլ հաջողություն եմ մաղթում ես։ Լևոն հենց նույն Լևոն Զուրաբյանը հաշեմ, որ ասեմ իրանք էլ շեմը հաղթահարելու խնդիր ունեն։ Իրանք էլ չեն հաղթահարում շեմը։ Դա աստված հաղթահարեն։ Բայց ես իմ ձայնս այս պահի դերությամբ եմ ասում, ես իմ ձայնս կտամ Լևոն Զուրաբյանին, ՀՀՇ-ին, հասկանում ես մերնեմ քեզ, բայց կոչ եմ անում, որ գնան ընտրեն Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Լևոն Զուրաբյանի տալով Փոշյանում է ձայնը, էլի, բայց ես չեմ կարող իմ ձայնը չտամ ՀՀՇ-ին, էլի, հասկանում ես, բայց նորից եմ ասում, հետևելու եմ քարոզարշավը։ Եթե մի բառ Սերժ Սարգսյանի հասցեին մի հատ բառ հնչեց, բացական բառ, իրանց էլ չեմ ընտրի։ Հասկանում ես մերնեմ քեզ։ Կանտրեմ մի հատ էլի արժանավոր մի խոսքով արդեն ասեցի, ցավը տանը։ Դուք ասացիք ռեյտինգի հետ կապված, որում էլ աջակցի Սերժ Սարգսյանը ռեյտինգը բարձր է, ես տեսա, որ հանրապետականի կարկառուն ներկայացուցիչները, պարոն Շարմազանովը, պարոն Աշոտյանը, երթևից իմ աղբերներս, ձեր աղբերները, մեր լավ բարեկամները նաև մեր լավ գործընկերները, բայց նաև կան մարդիկ, ովքեր ասում են, այ Սերժի թիմակիցները գնացին միացան Սամվել Կարապետյանին
ուրեմն նախկիններն են, ուրեմն ռեյտինգը իջնում է, ինչպես կարձագանքեք։ Ասողները սրիկաներ, այդ ասողները սրիկաներ են, այսքը չհաջակցենք, այդ ասողները պիտի մարդ են ասեն հալալա Սերժին, հալալա հանրապետականներին, որ հանրապետական եթե հանկարծ մասնակցեր, այդ ասողների ձայները սաղ տանելու էր, հանրապետական եթե մասնակցեր, Կորուն ջան, ընդդիմության սաղ ձայները կտաներ, իրա ճիշտ, ես սրա մասին հազար անգամ շատ եմ խոսացել, հանրապետականը հազար անգամ ընտրություն է կազմակերպել, ամենալավ ընտրությունները կազմակերպելու, հաղթելու, տո կեղծելու ձևերը գիտի հանրապետականը, այսինքն նա որ հանկարծ մասնակցեր, ընդդիմության մեջի ձայները սաղ կքերեր կբերեր, հասկանում ես, այսինքն այսօր ընդդիմությունի ձայներ ոնի է հանրապետականի պիտի շնորհակալի, որ չի քերե, չի բերե, չի լցե իր ջեբը, բայց հանրապետականի նպատակը ոչ թե ձայն հավաքելն է, այդ ընդդիմության մեջի ձայները բերել իրանն է, այլ ընդդիմության մեջի ձայները շատացնելն է, հասկացա՞ք, փոխանակազեն հալալա հանրապետականներին, որ ոչ մի պաշտոն չեն ուզում, ոչ մի մանդատ չեն ուզում, աջակցում են ընդհանուր շարժմանը, Հայաստանի ազատագրության շարժմանը, ասում են գալիս են ընդ ռեյտինգ է գցում, իսկ ինչ ռեյտինգ է գցում, որ Սամվել Կարապետյանը միացնի գա վարչապետ դառնա, հանրապետական մեկը կա իրա ցուցակ, կա Ինչ ռեյտինգ եք ցույց, որպես մարդ դետում են մասնակցում են, աջակցում են իրանց սաղ փորձը, բանը օգնում են, որ Սամվել Կարապետյանը շատ ձայն հավաքի։ Ցուցակը չի ընդգրկել, այդ ցուցակով է կազմվելու եւ կառավարությունը եւ դեպուտատների քանակը։ Կորուն ջան, հանրապետական մեկը կա այնտեղ, չկա, չէ։ Այդ մարդիկ են կազմելու կառավարությունն է, պարլամենտն է։ Եվ մի այսպիսի հարց էլ տամ եւ եզրափակենք, Այսօր թարմ հայտարարություն է եղել Նարեկ Կարապետյանի կողմից, Սամվել Կարապետյանի թիմակցի, ասում է, որ իր հայրը Կարեն Կարապետյանը ժամանակին լքել է իշխանության շարքերը, որովհետև թալան է եղել, բայց չի ասում ճշտող հարցին, որ արդյոք Սերժ Սարգսյանն է եղել այդ թալանողը, նա չի պատասխանում, այսինքն չի վերագրում դա երրորդ նախագահին, բայց ասում է, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում եղել են թալանչիներ, ինչպես կարձագանքեք։ Դե ապրի որ Սերժ Սարգսյանին չի վերագրում, ապրի ինքը, որովհետև բայց մի րոպե թալանչիներ միշտ էլ եղել են։ Միշտ են եղել, ՀՇ-ի օրոքել են եղել, հանրապետական օրոքել են եղել, կոմունիստների օրոքել են եղել, հիմա էլ կան, եղել են, բայց դրա դեմ պետությունը միշտ աշխատել է, թալանչիներ Ամերիկայում էլ հիմա կան, Ֆրանսիայում էլ հիմա կան, որ ամենաիդեալական պետություններն են, էդի սաղ տեղերն էլ կան, իսկ հանրապետական լքել չլքելը ես սենց կասեմ, հանրապետական լինելը մեծ պատիվ է, սենց կասեմ, էլ ուրիշ բան չեմ ասի, հասկանում եք, հանրապետական անցյալով, հանրապետական լինելով պիտի հպարտանա ցանկացած հայ, որ ինքը երբևէ եղել է հանրապետական, որտեղ հանրապետականը մենակ հաղթանակ է պարգևել, ոնց որ ՀՀՇ-ն, ոնց որ ՀՀՇ-ն տեսել հանրապետականը, մենակ հաղթանակներ են պարգևել մեր պետությանը, ով որ եղել է հանրապետականի անդամ, նա դրանով պետք է հպարտանա, իր սերունդները վաղը չէ միսօրը հպարտանալու են, ասել են, այ մեր պապ ու պապն էլ եղել հանրապետականի անդամ, Սերժ Սարգսյանի ընկերը, Սերժ Սարգսյանի թիմակիցը, ՀՀՇ-ի անդամ, հասկանում եք, ցավը տանեմ։ Ես սա կասեմ։ Եղավ, պարոն Մկրտչյան ջան, հետևենք պրոցեսներին, դիմաց ընտրություններ են, մեզ հələ այնքան թեմաներ են լինելու քննարկելու, շնորհակալ եմ շատ այս զրույցի համար։ Երբ պետքա Կորուն ջան, դուք գիտեք ես ձեզ ոնց եմ հարգում, երբ պետքա պատրաստ եմ։ Փոխադարձաբար, շնորհակալ եմ շատ, տեսություն։